Տիգրան, կցանկանայի սկսենք զրույցը հենց սկզբից, հենց ամենաթարմից այսօր Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Ինչպես նաև ասաց, որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, օրինակ բերեց, որ ինքը գնում է եկեղեցիներ պատարագի ու պատարագների ժամանակ Արցախի հանրապետություն են ասում։ Ըստ ձեզ այս ամենը ինչ է նշանակում, եթե գալիք նոր սահմանադրության մեջ հանվի այդ դրույթը, ինչ վնասակար ազդեցություն կունենա Հայաստանի համար։ Տեսեք, այնպես չէ, որ սա նորություն է, որ ինքը այսպիսի բան է պատրաստվում անել, որովհետև այդ ցուցումը իրեն տվել է իր համալիվը, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար խանգարում է այն, որ Հայաստանի սահմանության մեջ հիշատակվում են որոշակի տարածքային խնդիրներ Ադրբեջանի հետ եւ բարձր էր, որ Փաշինյանն այսպիսի բան պետք է ասել, այսինքն այստեղ նորություն չկա եւ նորություն չի, որ նոր սահմանադրությունը ավելի շատ լինելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն եւ Ալիևի եւ Էրդողանի ցուցումով եւ իրենց մշակված օրենքով է պարտադրվելու ապրել հայ ժողովրդին, այսինքն ընտրության գնալուց Հայաստանի քաղաքացիներ պետք է հստակ ընտրություն կատարեն, իրենք ընտրելու են Հայաստանի Հանրապետությունում ապրելու, թե ադրբեջանական ինչ որ մի, այսպես ասած, խամաչիկ երկրում ապրելու միջև է լինելու ընտրությունը։ Դրա համար այն, որ Փաշինյանը ստիպում է հրաժարվել Արցախից, որ ինձ համար Արցախը իր համար Արցախը դա ինչ-որ կարմիր լաց է, որից ինքը անդադ ինչ-որ տեսնելուց, լսելուց կատաղում է, սա էլ է պարզ եւ սա էլ պետք է հասկանան այն արցախցիները, որոնք մասնակցել են ընտրությանը եւ արդյոք իրենք ընտրելու են այն, որ Արցախի էջը պատմության պետք է հավերժ փակվի։ Տիգրան, ըստ էության նորություն չասած, բայց մենք ականատես եղանք նաև, որ երեկ Ստրասբուրգում իր հնչեցրած հայտարարություններից մի քանիսին ստացվում է այնպես, որ Փաշինյանը ինչ որ խոսում է Երևանում, իրեն ընտրող մարդկանց շրջանում կամ ընդհանրապես բոլորի շրջանում, նույն հայտարարությունները հնչում են նաև Ստրասբուրգում, այս անգամ իրենց սիրելի միջազգային հանրության առջև։ Սա մեզ ինչ կարող է տալ, եթե երկրի ղեկավարը գնում է միջազգային հանրության մոտ նման հայտարարություններով է հանդես գալիս։ Տեսեք, երեկվա իր վարքագիծը ընդհանրապես ամոթալի էր, որովհետև ինքը գնացել Եվրոպացիներին ու բողոքում էր եկեղեցականներից, բողոքում էր իր երկրում ապրող ընդդիմությունից, բողոքում էր ընդդիմության առաջնորդներից, չգիտեմ, Բելարուսա մեծ ինչ-որ օլիգարխեր մատնանշում նոր ինչ-որ բան է մտածել, փորձում է իրենցից դաբրո ստանալ, որպեսզի հիմնական դաբրոն ինքը ուզում է ստանա այն ընտրախախտումներին, որոնք ինքը պետք է անի այստեղ, որովհետև առանց ընտրախախտումների ինքը այլևս չի ընտրվելու եւ հատկանշական է, դա էլ պետք է անպայման շեշտենք, որ հերթական անգամ ինքը գնաց Եվրոպա եւ հերթական անգամ հայ ժողովրդի գլխին որոշակի պատուհաս է առաջանում։ Մենք շատ լավ հիշում ենք, որ մի անգամ ինքը գնաց Եվրոպա եւ եկավ ասեց, որ այնտեղ պահանջում են Արցախի կարգավիճակի պլանկին իջեցնել, ինչ պատճառով դիմացան շարժում եկավ, մի անգամ գնաց եւ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, մի անգամ գնաց ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում Ադրբեջանը չեկավ Գրենադա, եթե չեմ սխալվում, եւ հիմա ինքը գնում է եւ ասում է, որ եթե ճիշտ եմ հասկանում իր ասածից, ինքը քրեականացնում է Արցախի հանրապետության մասին խոսելը, որովհետև ինքը մեղադրում հոգևորականներին, որոնք ինչ որ պատերազմական կուսակցություն են եւ ձգտում են նրան Արցախը տալով ինչ որ հարցեր լուծելու։ Տեսեք, թերևս ամենաաղմկահարույց դեպքը դա Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հեռացումն էր աշխատանքից։ Մամուլը հենց սկզբից գրել էր, որ պատճառը J.D. Vance-ի այցելության ժամանակ Արցախի մասին պատմել, խոսելն էր, նաև խոսքեր գնում Սումգայիթյան ջարդերի մասին, որ խոսել էր տնօրենը։ Այսօր Փաշինյանը բառացի հայտարարեց, որ այո, նման բան եղել է, ըստ նրա Vance-ի այցի ժամանակ հայտարարություն է հնչել, որը կառավարական է եւ հակասում է խաղաղության բռնած իրենց ուղուն։ Սա ինչ է նշանակում, այսինքն գալիս ենք նրան, որ Արցախ բառը անգամ օգտագործելը կառավարության համար անընդունելի է։ Կառավարության չէ, Փաշինյանի համար, իսկ Փաշինյանն իրեն Լյուդովիկոս 14-րդի տեղ է դրել, այն մեկը ասում էր պետությունը ես եմ, սա ասում է կառավարությունը ես եմ, եւ ինքը ասում է, որ ես փակել եմ Արցախի էջը, ես ինչ որ կառավարության
ՊՕԱԿ-ի թե ինչ-որ կառավարության կից, ինչ-որ հիմնարկի ղեկավար համարձակվում է Արցախի էջը վերաբացել եւ դրա համար ինքը պատժում է այդ կնոջը։ Սա պարզ է, ես էլ եմ ասում, ապագայում միգուցե արդեն քրեական պատասխանատվության արդեն կկանչեն այն մարդկանց, ովքեր Արցախի անունն են տալու, Արցախի գոյամարտի մասին են խոսելու, եւ սա ուղղակի պետական աշխատողները եւ նույն ցեղասպանության թանգարանի աշխատողները պետք է հետեւություն անեն մտական ընտրություններին, թե ինչ է լինելու, այստեղ խոսքը արդեն Արցախի մասին չի գնալու, որովհետեւ հաջորդ պահանջը կարող է լինի ցրել ընդհանրապես այդ թանգարանը, որովհետև այն էլ արդեն խոչընդոտելու է Թուրքիայի հետ բարեկամանալու օրակարգին եւ Նիկոլ Փաշինյանը կարող է այնուհետև ասի, ով խոսում է ցեղասպանությունից, նա կրկին գտնում է կառավարության օրակարգի դեմ եւ այստեղ ամբողջ ինստիտուտ թանգարանի գոյության խնդիր է առաջանալու եւ ես դրա համար այսօր խնդրեցի աշխատողներին մնալ մինչև ընտրությունները այնտեղ աշխատել, որտեղ երբեք չգիտես ով կգա կառավարությունից եւ ինչ կանի այնտեղ գտնվող հազվագյուտ փաստաթղթերի հետ։ Իսկ Տիգրան, եթե հետագայում նման պահանջ դրվի, արդյոք հասարակությունը նույն ձև կընկալի եւ կընդունի այդ պահանջը, ինչպես Արցախի դեպքում, ընդվզում չի լինի։ Գիտեք, Արցախի դեպքում էլ ընդվզում եղավ, հա, ուղղակի համապատասխան հաջողության չհասան, բայց այստեղ էլ իհարկե կլինի, գիտեք, արդեն բաց է խաղում Փաշինյանը, արդեն տաքցնելու բան չունի, եւ էլ եմ ասում, ամենակարևորը հունիսի 7-ին ինչ պատասխան կտա ժողովուրդը, որտեղ եթե հունիսի 7-ից հետո Փաշինյանը վերարտադրվեց, դա նշանակում է, որ այլևս հայ ժողովրդի օրակարգում Արցախ չի լինի, ցեղասպանության չի լինելու, ցեղասպանության ճանաչում, հա, կգնա երկրի թրքացում եւ էլ եմ ասում, Հայաստանը դառնալու է Արևմտյան Ադրբեջան, դրանից հետևող բոլոր խնդիրներով։ Եվ խոսենք թերևս ամենաաղմկահարույցից, դա ընտրություններից 3 ամիս առաջ հրապարակված ցուցանիշներն էր, նախ ինչպես եք դա գնահատում եւ դրան հավատալ պետք է։ Ես շատ վատ եմ գնահատում, որովհետև ցավոք սրտի այնպեսի հարգալից ոլորտ, հա, ինչպեսին սոցիոլոգիան է, Հայաստանում իջեցվել է բավականին վատ մակարդակի, որովհետև այստեղ հարցումները արվում են ոչ թե նրա համար, որ իրական ինչ-որ պատկեր ստանան, այստեղ հարցումները անվում են քաղաքական ուժերի պատվերով եւ յուրաքանչյուր ուժը պարտադրում է հասարակության այն թվերը, որի դուրը գալիս է եւ փաստացի մենք տեսնում ենք մի տենդենս, որտեղ արդեն սոց հարցումը, որ հրապարակվում է, մարդիկ սկզբից սկսում են ծաղրել, հետո նոր խորանալ թվերի հետ շատ եմ ցավում, որովհետեւ իրոք դա շատ բարդ մասնագիտություն է եւ լավ սոցիոլոգները շատ հատուկենտ են ընդհանրապես հանդիպում եւ հիմա ամբողջ այսպիսի գործարար սոցիոլոգների պատճառով ամբողջ մի բնագավառ ծաղրոցանակի ենթարկել իմ կարծիքով այդքան էլ արդար չի։ Կապված վերջին հարցման հետ ԱՌԱ-ի այստեղ գիտեք որն է հետաքրքիր, որ վաղ շաբաթում 2 ամիս առաջ ընտրություններ են եւ նույն Քոչարյանի Հայաստան դաշինքի հետ կապվող երկու ուժեր հավաքել են խոշորացված համայնքում գյուղերով հանդերձ 32+6%, այսինքն 38% եւ դա հետաքրքիր ցուցանիշ է, որովհետեւ այնտեղ եւ քաղաք եւ գյուղ կա, դա կարելի է արտացոլել նաեւ ամբողջ հանրապետության 2 ամիս անց դուրս է գալիս հարցում, որտեղ նույն ուժը ունի 2-3% ընդհանրապես, այսինքն այստեղ հարցեր են առաջանում, արդյոք այս հարցումը այն պատվերով չի արվել, որպեսզի ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ աջակցություն ունի եւ հատկապես դա կապել Վենսիայից հետ։ Ավելին ես ասեմ, որ տեղեկատվություն կա, որ այդ հարցումը արվել է շատ ավելի շուտ եւ թվերը շատ ավելի վատն են Նիկոլ Փաշինյանի համար, ուղղակի չհրապարակել չէին կարող, բայց որոշեցին, որպեսզի թվերը նկարելու համար այնպես անեն, որ հարցումը եղել է փետրվարի 14-ին 15-ին, այն ժամանակ, երբ որ արդեն Բենսը եկավ գնաց եւ այդ ֆոնի վրա, դրական ֆոնի վրա նկարել են համապատասխան տոկոս Նիկոլ Փաշինյանը։